Այսօր Ադրբեջանի Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնել է ռուսական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը, որը Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների գնացքը բաղկացած է 7 վագոնից, իսկ տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։ Գնացքը Բյոքուք-Քյասիկ կայարանով կանցնի, կհատի Վրաստանի հետ սահմանը եւ ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, վարչապետին զեկուցվել է ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է հնարավոր ռիսկերի մասին։ Նրա խոսքով Իրանը նախազգուշացրել է թունավոր անձրևների վտանգի վերաբերյալ նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով առաջացած հրդեհների պատճառով։ Սրանի պատասխան հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ առաջիկա օրերին նույնպես նման վտանգ չի կանխատեսվում։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի Հայաստան օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Մասնագետների խոսքով հարավային ցիկլոնների մուտքը Հայաստան հիմնականում տեղի է ունենում Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, եւ նման դեպքերը տարածաշրջանում բավականին հազվադեպ են լինում։ Վերջին շրջանում հայկական սոցիալական ցանցերում եւ առանձին ինտերնետային հարթակներում տարածվում են հրապարակումներ Wildberries տաքսի ծառայության իբրև Հայաստանում գործարկման վերաբերյալ։ Նման հրապարակումներում քաղաքացիներին, վարորդներին եւ տաքսոպարկերի ներկայացուցիչներին առաջարկվում է գրանցել երրորդ կողմի կայքերում, ինչպես նաեւ կատարել լիցենզիոն վճարում։ Wildberries-ը որևէ կապ չունի նշված կայքերի, կազմակերպությունների կամ տարածվող տեղեկատվության հետ։ Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները պետական սահմանով, այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն այսօր ժամը 10-ի դրությամբ պետական սահմանով բեռնափոխադրումների համար նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում տարանցիկ երթևեկությունը վերականգնվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասվում է հայտարարության մեջ։ Մարտի 5-ին Ադրբեջանի նախարարների կաբինետը ժամանակավորապես դադարեցրել էր բեռնափոխադրումները Իրանի հետ պետական սահմանով։ Որոշումը կայացվել էր Նախիջևանում իրանական անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո ստեղծված իրավիճակին ի պատասխան։ Այս եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Պանորամա AM-ին։